Հակոբյան նախորդային կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց այսպես կոչված ընտրությունների արդյունքները, պարզ դարձան ովքեր են լինելու պատգամավորներ։ Այս ֆոնին ընդդիմադիրներին շարունակվում էր մեղադրանքները, թե ինչու են մանդատները վերցնում, գնում խորհրդարան։ Դուք ինչ կասեք, որն էր ճիշտ որոշումը։ Գիտեք, բնական է, որ ես չէ, որ իրենց փոխարեն պիտի որոշում կայացնեի ու ասեի ճիշտը որն է, սխալը որն է։ Ես էլ ինչպես մնացած բոլոր ընտրողները, որը միանշանակ ընտրել են դիմությանը, դեռ ի սկզբանե ընտրությունների այդ արդյունքների ամփոփումից հետո ընդհանրապես երկու հարց եմ ունեցել, որի պատասխանը ցավոք սրտի առ այսօր չունեմ։ Առաջին, եթե վերցնում են մանդատները, ապա ինչ են անելու վաղը մյուս օրը դրան հաջորդող օրերը։ Նույն հարցը ունեմ չվերցնելու դեպքում, չեն վերցնում մանդատները, ինչ են անում այդ օրը, հաջորդ օրը եւ դրան հաջորդող օրերը։ Այսինքն իրենք պիտի հստակ եւ պարտավոր էին, այդպես, ուժեղ քարոզարշավից հետո, նախընտրական խոստումներից հետո առնվազն այդ երկու հարցի պատասխանը տալու։ Ես կարծում եմ, որ մեր հանրությունը, ինչպես նաեւ մենք բոլորս, որոնք երևի թե ավելի այսպես մոտ շրջանակներ են, չունենք առ այսօր այդ պատասխանը։ Եվ դա թերևս մտահոգության առիթ է տալիս, արդյոք կա իրականում պլանավորած որևէ գործընթաց, որը մենք համաձայն ենք դրան, թող չհարայնացնեն, թող մեզ չասեն, բայց մենք դրա ականատեսը լինենք կամ դրա արդյունքները ունենանք, դեռևս որպես արդեն քիչ թե շատ փորձառու քաղաքական գործիչ, ցավոք սրտի ես չեմ նշмарում հետագայում ինչ-որ նման գործընթացներ, թող տա Աստված, որ ես էլի հայտարարեմ, որ թող ես սխալ լինեմ եւ չլինեն իմ կանխատեսումները, այլ լինի այնպես, ինչպես որ մեզ բոլորիս համար ավելի լավ պայմաններ ու հետագա նպատակների հետևից գնալու հնարավորություն կստեղծի։ Հակոբյան Վահագն Հովակիմյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասում էր, որ ընտրությունները արդար ու թափանցիկ են եղել։ Դուք ինչ կասեք, ինչպիսին էր։ Դե գիտեք ինչ, մենք արդեն 1 տարուց ավել է դատարանի բակում անընդհատ հանդիպում ենք եւ լսում ենք, որ արդար ու թափանցիկ է նաեւ դատական համակարգը, բայց մենք դրա ականատեսն ենք, որ կեղծ բացարձակ որևէ մեկը իր տեղում չգտնվող արդարադատությունը այսպես զնդանում փակված իրավաբանական որևէ գործընթացներ, իրավական որևէ գործընթացներ գոյություն չունեն, այնպես էլ գիտեք չի կարող պետության մեջ երբ որ ամբողջ մարմինը գլխից սկսած հիվանդ է, թևը կամ ոտքը առողջ լինել, այս երկրում չի կարող արդար որևէ բան լինել, այս երկրում չկա ժողովրդավարություն, այս երկրում չկա արդարադատություն, այս երկրում մենք գոնե ականատես եղանք ինչպես բոլորիս աչքի առաջ գեղեցիկ ուղակի թվեր նկարեցին, որովհետև ես վստահ եմ բոլորդ եք տեղյակ, նաև գոյություն ունեին այդպես սոցհարցումներ, որոնք շատ ժամանակ չէին հրապարակվում, դրանցից երկուսին ես եմ եղել փակ, այդպես պրեզենտացիա է եղել, որտեղ չի հրապարակվել արդյունքները եւ մաքսիմում ձայները, որ կարող էր ունենալ այս իշխանությունը, այլ իշխանական ռեսուրսի օգտագործմամբ, դա 38%-ն էր մաքսիմում։ Այսինքն, եթե մենք համարենք, որ իրենք այո, մաքսիմում ձայները ստացել էին արդար ճանապարհով, մի կողմ դնենք, որ ռեսուրս են օգտագործել եւ այլն, նշանակում է, որ 11%-ից ավել իրենք ուղակի գրել են, նկարել են եւ դրան զուգահեռ իրենք այդտեղ կանգ չեն առել, բացի այն, որ իրենցը գրել են, իրենք իջեցրել են նաեւ ընդդիմության ձայները, այդ թվում նաեւ ԲՀԿ-ի ձայները, որը ակնհայտ մեր աչքի առաջ ուղակի իրենք ջնջեցին, այսպես ու դրեցին մի կողմ, թույլ չտալով, որպեսզի 4-րդ ընդդիմադիր ուժը մտնի խորհրդարան, 3-րդ կներեք։ Ես եմ Դավիթ Իշխանյանը Դավիթ Իշխանյանը Բաքվի պատից վերջերս հայտարարություն էր հղել, նշելով, որ միջազգային ատյաններում իրենց դեմքին է շպրտում, այսպես ասած, որ եթե ձեր իշխանությունները շահագրգռված են ձեզ ետ չվերադարձնելու, ապա ինչ ակնկալիքներ ունեք մեզնից անդրադառնալով այս հայտարարությանը, պետությունը ինչու մինչև հիմա որևէ քայլեր ձեռք չի առնում, որ այս մարդիկ հիմա այս իրավիճակում են հայտնվել, կամ ինչ պիտի արվի։ Մենք անընդհատ այս 3 տարիների
ընթացքում տարբեր ուղերձներ ենք լսում մեր հայրենակիցներից, Բաքվի բանտերից, այդ թվում հիմնականում բնականաբար մեր ռազմաքաղաքական այդ վերնախավի ներկայացուցիչներից, եւ ես ուզում եմ արձանագրեմ հերթական ամոթը, թե այս իշխանությունները ինչու՞ չէ նաեւ մեր բոլորի, որ Բաքվի բանտում մարդիկ այո, խոշտանգումների կեղեքված լինելով, այդ ծանր պայմաններում ավելի ամուր են, ավելի հայ են, ավելի պետականամետ են ու ավելի են մտածում հայրենիքի մասին, քան այստեղ տաքուկ անկյուններում ծվարած կամ աշխատասենյակներում գտնվող ինչ-որ պաշտոնյաներ, այդ թվում նաև ղեկավարի երկրի։ Տեսեք, այդ մարդկանց ուղերձներից հասկանալի է, չէ՞, մենք տեսնում ենք այդ մարդկանց ուժը հայրենիքի նկատմամբ սերը։ Իսկ ինչ եք կարծում, այս իշխանությունները ումից է ամենաշատը վախենում ու ատում։ Հենց վախենում է այդ տեսակից, որովհետև այդ տեսակի նմանները այստեղի բանտերում են, այդ վերնախավին էլ իրենք տեղավորեցին Բաքվի բանտերում, որպեսզի կարողանան իրականացնեն նաև Հայաստանի ապամոնտաժումը, ինչին իրենք արագ քայլերով գնում են։ Այսինքն մեր բոլոր հանդիպումներում նաև միջազգային շատ դերակատարների հետ, որ այս 3 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բավականին լուրջ դերակատարների հետ, նույն փաստարկները իրենք են բերել, որ այո, դեռևս քանի դեռ կան Հայաստանում նման իշխանություններ, այս հարցը ուղղակի կարելի է բաց պահել, ավելին անել հնարավոր չէ։ Ուզում է ժողովրդական անընդհատ այսպես ինչ որ անհամաձայնության ցուցադրություններ լինեն, ակցիաներ լինեն, մեր Արցախի իշխանությունների կամ ազգային ժողովի ներկայացուցիչների հանդիպումներ լինեն տարբեր միջազգային հարթակներում դերակատարների, միևնույն է այս հարցը չի կարող երբևէ լուծում ունենալ, քանի դեռ դրանում ակտիվ մասնակցություն ներգրավվածություն չունեն հենց երկրի իշխանությունները, որովհետև բնականաբար այն ծրագիրը ու պլանը, որը ունի թշնամի երկիրը, այդ պլանի ու ծրագրում ներգրաված են նաև Հայաստանի ներկայիս իշխանությունները։